Խուդայթյան ինչու եք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի մոտ։ Ձեր թույլտվությամբ մի հարց ունեմ, որ շփվում էի բնակիչների հետ, մի այսպիսի արձագանք լսեցի, ասում են մեր մարզպետը չգիտեր ինչ էր կատարվում Մերձավանում, ամբողջ համայնքը, ընդ որում նաև կալանավորվածների հարազատների պես է նշում, մարզը համայնքը տևական ժամանակ բաժանված են երկու մասի, Վարոդյա Գրիգորյանի թիմակիցների եւ Ախտոյանի թիմակիցների ու արդյունքում հնչեց կրակոցները, որպես համայնքի նախկին ղեկավար ձեր մեղքի բաժինը չեք դնում այդ կրակոցների դեմ։ Ես համայնքի նախկին ղեկավար Մարակարում երբեք չեմ եղել։ Արմավիրի մարզի։ Մարզի մասում Դուք որպես մարզպետ տեղյակ եք, ինչ եք կատարում ձեր ենթակայության տակ գործող վարչական շրջաններում։ Ինչ նկատում եք։ Կրակոցներ են հնչում տևական ժամանակ համայնքը բաժանված է երկու մասի։ Մարզպետը ինչ գործառույթ ունի։ Գործառույթ, որ վերահսկի տեսնի ինչ Այսինքն օպերատիվ իրավիճակ է ասկի մարզում։ Ձեզ համար սա նորմալ իրավիճակ է, պարոն Խուդայթյան։ Ցանկացած սպանություն ինքը իրանով նորմալ իրավիճակ չի կարող համարվի։ Բայց կասեք մարզպետի գործառույթը ո՞րն է, ասենք օպերատիվ իրավիճակի եսկողությունը։ Ոնց որ գերագնահատում եք էլի մարզպետների հնարավորություն։ Պատկերացնենք, որ մարզպետները սկսեն օպերատիվ իրավիճակին միջամտել, ասելու եք, ահա մարզպետը նաև ոստիկանապետ է, մարզպետը ԱԱՑ-ի պետ է, մարզպետը էսային է, մարզպետը իր գործն է անում։ Խուդայթյան ասում են համայնքի ղեկավարը Հարգելի գործընկերներ, ձեր ունեցած ինֆորմացիա նույնիսկ այդ մասով է սխալ։ Ես նույնիսկ այդ ժամանակ մարզպետը չեմ եղել։ Հիմա ասեմ, տկեն նախարարը ինչ պիտի անի Մերձավանի դեպքեր կա։ Մինչ այդ տեղական ժամանակ ծնողները, կալանավորվածի ծնողը անձամբ եկել է ժողովուրդ օրաթերթ եւ ասում է, այն ինչ կատարվում է համայնքում մեկ օրվա, երկու օրվա պատմություն չի։ Ամիսներ շարունակ համայնքը բաժանված էր մասերի, այն տեխնատիկ գյուղի տղաների շարունակ համայնքը բաժանված եղել մասերի, նաեւ այն ժամանակ, երբ որ համայնքը ղեկավարվել է այլ քաղաքական ուժի կողմից։ Ես քիչ առաջ եղա Մերձավանի։ Գիտեք, չէ՞ որ այս պատմությունը հեղափոխությունից հետո սկիզբ չի առել։ Հիմա սկիզբ է առել, թե չէ՞։ Ես ուզում եմ հասկանամ մեզ ինձ ինչու՞մ եք մեղադրում։ Պարոն Խուդայթյան, ձեր տեխնացուն հիմա Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ՔՊ-ի տեխնացուն է, ով էս կրիմինալի մեջ գլխավոր դերերից մեկն է ունեցել։ Մենք ուզում ենք հասկանանք սա Մերձավանի կրակոցների վերջին իրա Նստանը հետևում էր ոնց են մարզպանում, ով է տանից անձամբ մեծ Հարգելի գործընկերներ, մի վարք, եկեք ուրեմն այստեղ կանգնեք, հարցերը գործընկերներ։ Ես ուզում ասեմ հրապարակել եմ տեսանում ոնց է եղբոր այդ ավականորոշումը կա։ Հարգելի գործընկերներ, Ախտոյանին հարցրեք դրա հետ կապված, ինձ հարցնում եք, այսինքն ես ինչ պետք է միջամտեի, որ չեմ միջամտել։ Ձևակերպեք ինձ ինչու եք մեղադրում, պատասխան։ Ձեզ չենք մեղադրում, ձեզ հարցնում ենք։ Հիմա Գյուլնազարյանը ՔՊ-ի տեխնացուն է։ Դուք ինչպես եք վերաբերվում այն մարդուն, որը մի դեպքի պատճառով հրաժարական ներկայացրեց, հիմա նորից եկել ուզում է դառնալ վարչական կրակոցների Հիմա կրակոցների հետ պարոն Գյուլնազարյանը կապ չի ունեցել, դա նաև նախաքննությունն է բարձել, ավելին դրա մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է։ Ավելին, եթե պարոն Գյուլնազարյանը չլիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, այդ բարոյական արժեքները չկրեր իր մեջ, հրաժարական չէր տա։ Թե դուք կասկածում եք, որ եթե ինքան դիմադիր լիներ, հրաժարական չէր տալու։ Քանի դիմադիր գիտեք, որ այդպես պատճառով հրաժարական է տվել։ Տարու նորից հետգար առաջարկեր իր տեխնացությունը, դա որքանով եք արդար համարում։ Էլ ինչ էր հրաժարական տալիս, եթե իսկ ես ուզում հասկանամ ինչ նախանգարում որ պարոն Գյուլնազարյանը իր տեխնացիոնը առաջարկի փարակարծներին։ Կարող են դիմությունը փարակարծների ընտրությունից սարսափում է։ Կարող է սարսափում է, որ պարոն Գյուլնազարյանին կընտրեն։ Ինչ եք ուզում եք մարդը քաղաքականությունից դուրս գա։ Դա ուզում եմ հասկանամ, դա ակնկալիքը, որ մեզ գիտեք ինչ են ասում։ Մեզ այլևս տևական ժամանակ ասում են ոչ թե դուք այսինքն հրաժարական տվեք, այլ ընդհանրապես դուրս եկեք այս քաղաքականությունից։ Որտեղ ընդդիմությունը տեսնում է, որ երբ մենք քաղաքականության մեջ ենք, իրանք ընտրվելու հնարավորություն չունեն։ Չէ՞։ Մենք երևի ամենաշատ հրաժարական տված իշխանություն ենք։ Հիմա ասեք մեզնից ինչ են ուզում։ Ուզում են որ քաղաքականությամբ չզբաղվենք։ Ոչ, ասեմ վարչական ռեսուրսները կիրառելով եք դուք դառնում։ Ո՞վ է վարչական ռեսուրս կիրառում։ Հենց հիմա ներկայացնում Մերձավանում եւ Փարաքարում եւ այս պահին նաեւ Գյումրիում ամեն բան անում են, որպեսզի իրենց տեխնացուն ընտրվի ու վարչական ռեսուրսներ, օրինակ ձեր ներկայությունը, Նարեկ Մկրտչյանի ներկայությունը, որքանով է ճնշում գործադրում։ Լավ, իմ ներկայությունը նախընտրական շտաբում կարաճնշում գործադրի պատմունքի բնակչի վրա։ Հիմա ասեմ ինչ է կատարվում Մերձավանում, տրամաբանված խոսակցություն։ Ասեմ ինչ է կատարվում Մերձավանում, քիչ առաջ ես այնտեղ եմ եղել 1402 ընտրատեղամասում, եթե կարող եք վստահ, որտեղ Մերձավան համայնքի ղեկավարը վստահված անձ է։
Պարոն Ախտյանի մասին է խոսքը։ Օրենքը Օրենքը չի արգելում։ Քաղաքացին բայց մտնում է, ես ինքս արձանագրել եմ, նայում է քաղաքացին աչքերի մեջ, դա արդեն մարդու իրավունքի ոտնահարում է, պարոն Խուտասյան։ Աչքերի մեջ նայել են։ Ես ու շատին հետևել եմ, այո, բոլորին բարևելով, հասկացնելով, որ ինքը ստեղ Արգելի Չի գործընկերի դա իր ներկայությունը օրենքով արգելված է։ Օրենքով արգելված ասում ենք, ինքը ակնհայտ երևում է, որ իր դեմքին Դուք են։ գերագնահատում եք պարոն Ախտոյանի հոգեբանորեն ընտրողի վրա ազդելու բանը, այսինքն այդ հնարավորությունն է գտնվում։ Կներեք դա անլուրջ խոսակցություն է։ Պարոն Խուդասյան, նաև տեղեկություններ կար, որ ԿՊ-ն մարդ է գրել նկարակարի քպական տեխնատուի վերջին այս քարոզարշավի ժամանակ ամփոփում սրա վերաբերյալ ինչ կասեք, այդ տեղեկությունները որքանով են իրականության համապատասխանում եւ ասում են, որ հենց PR-ով Նարեկ Մկրտչյանն է զբաղված այդ մարդկանց այլ մարզի այլ վայրերից տեղափոխել է Փարաքար, այսպես մարդաշատություն Արգելի գործընկերներ, ձեր տասնյակ գործընկերներ հանրահավաքի օրը եղել են հանրահավաքի վայրում։ Կա այդպիսի մի դեպք արձանագրած, ընել այն ժամանակ, երբ որ դուք sense տեխնոլոգիական բազմաթիվ հնարավորություններ ունեք ֆիքսելու։ Կա այդպես դեպք ֆիքսված, որ Փարաքարում եղել է այդտեղից վերված բան։ Ունեք այդպես դեպք։ Դուք ասեք։ Ձեր թույլտվությամբ այս մարդիկ ովքեր են։ Դու քաղաքական ներկայացուցիչներ են, որոնք գտնվում են մեր քաղաքական թիմի շտաբում, իսկ ինչու՞մն է խնդիրը։ Չէ, ուղղակի sense հավաքված են մարդիկ sense Բան է, sense Ունավոր եք ներկայացնում, sense հավաքած Հիմա մարդիկ արձանագրում ենք, արձանագրում ենք, հետաքրքիր տեսնենք Իսկ բացի ձեզից, հա, բարձր պաշտոն զբաղեցնող եւ Նարեկ Մկրտչյանից այլ պաշտոնյաներ կան շտաբում կամ տեխնացուի կան, քանի որ Լյուդվիգ Գյուլնազարյանի տնից դուրս եկավ սոցիալ-նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այնտեղ կոնկրետ մարդիկ են գալիս, տեղեկություններ կան, կասկածներ, որ ասում են ինչա ցուցակներն են տանում։ Ես դուք ինչ եք կարծում, բաղա ես բան հաշվառում եմ իրականացնում Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանող, հա։ Չէ, մենք արձանագրում ենք, որ մտնում դրսեն։ Չէ։ Պաշտոնյաներից բարձրացան, բացի ձեզից եւ Նարեկ Մկրտչյանից կան մարդիկ։ Ես այստեղ եմ Նարեկ Մկրտչյանը չգիտեմ էլ։ Ինչ արդյունք ունենանք, պարոն Խուդասյան, ինչ եք կա։ Ինչ եք ասում, 2021 թվականին